Ողջույն բոլորին, Արմեդիա YouTube ալիքում ԱՄՆ գլխավոր լուրերն են, ես Հարություն Մինասյանն եմ։ Ժամանակ առ ժամանակ մոռանում եմ իհարկե նշել, բայց դուք մի մոռացեք բաժանորդագրվել ալիքին եւ հավանել նյութերը։ Ստանում եմ ձեր բոլոր հաղորդագրությունները, շնորհակալ եմ աջակցության համար։ Սկզբում երկու արտակարգ լուր պատերազմական գործողություններից զատ, ապա կանդրադառնանք նաեւ Իսրայել, ԱՄՆ, Իրան այս եռանկյունուն։ United Airlines ավիաընկերության չվերթն այսօր առավոտյան հարկադրված վերադարձել է Լոս Անջելեսի միջազգային օդանավակայան LAX թռիչքից մոտավորապես 40 րոպե անց արտակարգ տարհանման համար։ Դաշնային ավիացիոն վարչության տվյալներով ինքնաթիռի վերադարձի եւ տարհանման ընթացքում մոտ կես ժամով դադարեցվել են օդանավակայանի բոլոր թռիչքները։ Տուժածներ չեն արձանագրվել։ Ավիաընկերության հայտարարության համաձայն չվերթը, որը ուղևորվում էր Նյու Ջերսի նահանգի Նյուարք քաղաք, վերադարձել է Լոս Անջելես շարժիչներից մեկի հետ կապված խնդրի պատճառով։ Ընկերությունը հրդեհի մասին չի նշել, սակայն Լոս Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ արձագանքել է դեպքին եւ ինքնաթիռի վայրեջքից մոտ 1 ժամ անց հրդեհը վերահսկողության տակ է եղել։ Դեպքի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել։ Տեքսասի Օստին քաղաքում տեղի ունեցած զանգվածային հրաձգության վերաբերյալ նոր մանրամասներ են ի հայտ գալիս։ Միջադեպը, որը իրավապահները դիտարկում են որպես հնարավոր ահաբեկչական գործողություն, խլել է 2 մարդու կյանք եւ վիրավորել եւս 14-ի։ Հարձակումը տեղի ունեցել կիրակի մարտի 1-ի գիշերը ժամը 2-ին։ Օստինի ոստիկանապետի փոխանցմամբ 53-ամյա կասկածյալը իր ամենագնացով կանգնել է հաստատության դիմաց ու սկսել կրակել մեքենայի ներսից ատրճանակով թիրախավորելով բացօթյա տարածքում գտնվող մարդկանց։ Այնուհետև նա դուրս է եկել մեքենայից ու շարունակել կրակել արդեն փողոցում գտնվող անձանց ուղղությամբ, այս անգամ օգտագործելով ինքնաձիգ։ Հրաձգության հետևանքով զոհվել է 2 ուսանող, վիրավորվել 14 անձ, որոնցից 3-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։ Իրավապանները հայտնել են, որ քննությունը շարունակվում է եւ դեռ վաղ է վերջնականապես որոշել հարձակման շարժառիթը, սակայն դեպքի վայրում եւ կասկածյալի մեքենայում հայտնաբերված նյութերը ըստ աղբյուրների կարող են վկայել հնարավոր ծայրահեղական դրդապատճառների մասին։ Քննիչների տվյալներով կասկածյալի տանը խուզարկության ժամանակ հայտնաբերվել են Իրանի դրոշ եւ իրանցի առաջնորդների լուսանկարներ։ Նրա մեքենայում նաև գտնվել է ղուրան։ Հարձակման ժամանակ նա կրել է հագուստ, որի վրա պատկերված է եղել Իրանի դրոշը ու գրված Property of Allah։ Իրավապահ մարմինների աղբյուրները չեն բացառել, որ հարձակումը կարող է կապված լինել Միացյալ Նահանգների ու Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող համատեղ ռազմական գործողությունների հետ, սակայն պաշտոնապես դա դեռևս չի հաստատվել։ Կասկածյալը ծնունդով Սենեգալից է, ԱՄՆ ժամանել 2000 թվականին զբոսաշրջային վիզայով։ 2006 թվականին ամուսնացել է ԱՄՆ քաղաքացու հետ ու ստացել մշտական բնակության կարգավիճակ, իսկ 2013 թվականին դարձել է ԱՄՆ քաղաքացի։ Միացյալ Նահանգների զինված ուժերը հայտնել են, որ Իրանի դեմ գործողությունների ընթացքում զոհվել է եւս 2 ամերիկացի զինծառայող, այսպիսով ընդհանուր զոհերի թիվը հասել է 6-ի։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հաղորդագրության համաձայն 2 զինծառայողների աջունները հայտնաբերվել են այն օբյեկտում, որը հարվածի էր ենթարկվել Իրանի առաջին հակահարվածների ընթացքում։ Նրանց ինքնությունը չի հրապարակվել, այն կհրապարակվի միայն ընտանիքներին ծանուցելուց առնվազն 24 ժամ անց։ 18 ամերիկացի զինծառայող էլ ծանր վիրավորում է ստացել։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները նախապես գնահատվել էին մոտ 4-ից 5 շաբաթ տևողությամբ, սակայն Վաշինգտոնը պատրաստ է շարունակել այն ավելի երկար, եթե դա անհրաժեշտ լինի։ Սպիտակ տանը պատվո-մեդալների հանձնման արարողության ժամանակ նախագահը նշել է, որ Միացյալ Նահանգներն ունի բավարար ռազմական կարողություններ երկարաժամկետ ճնշում պահպանելու համար։ Նրա խոսքով գործողության ժամկետը կախված է ռազմաճակատում ձեռք բերվող արդյունքներից։ Թրամփը հստակ ձևակերպել է ռազմական նպատակները։ Դրանք ներառում են Իրանի բալիստիկ հրթիռային ներուժի ոչնչացում, Իրանի ռազմածովային կարողությունների չեզոքացում, Իրանի միջուկային ծրագրի լիակատար դադարեցում եւ տարածաշրջանում Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումների ֆինանսավորման ու սպառազինման դադարեցում։ Միևնույն ժամանակ նախագահը չի բացառել ցամաքային զորքերի հնարավոր ներգրավումը։ Թրամփը նշել է, որ Միացյալ Նահանգները հավանաբար դրա կարիքը չի ունենա, սակայն չի պատրաստվում հրապարակային սահմանափակել իր գործողությունների շրջանակը, ընդգծելով, որ որոշումները կայացվում են իրավիճակից ելնելով։ Մինչև այս պահը Վաշինգտոնը չի ներկայացրել հստակ նաև հետպատերազմյան ռազմավարություն կամ exit plan գործողության ավարտի պայմանների վերաբերյալ։ Պաշտոնական հայտարարություններում շեշտադրվում է, որ առաջնային նպատակը սպառնալիքների վերացումն է, իսկ հետագա քաղաքական կարգավորումները կախված կլինեն զարգացումներից։ Միացյալ Նահանգների ռազմավարական դիրքորոշումը շարունակում է մնալ ճկուն, սակայն առանց հստակ վերջնաժամկետի կամ հրապարակային ելքի մեխանիզմի։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը կամ ինչպես արդեն ընդունված է ասել պատերազմի նախարարությունը ներկայացրել է Իրանի դեմ իրականացվող Operation Epic Fury լայնածավալ ռազմական գործողության մանրամասները։
Նախարար Փիթեքսեդի խոսքով վերջին շաբաթներին տարածաշրջանում իրականացվել է արագ եւ մասշտաբային ուժերի կուտակում։ Տեղակայվել են հազարավոր զինծառայողներ, հարյուրավոր 4-րդ եւ 5-րդ սերնդի կործանիչներ, տասնյակ վերալիցքավորման ինքնաթիռներ, ինչպես նաեւ Աբրահամ Լինկոլ եւ Ջերալդ Ֆորդ ավիակիրները հարվածային խմբերով։ Գործողությունները ապահովվել են հետախուզական, վերահսկման, կապի եւ կիբերհամակարգերով։ Պաշտոնական տվյալներով փետրվարի 27-ին ժամը 15:38-ին նախագահ Դոնալդ Թրամփը տվել է վերջնական հրահանգը։ Գործողության մեկնարկին մասնակցել է ավելի քան 100 օդային հարթակ, կործանիչներ, ռմբակոծիչներ, վերալիցքավորող ինքնաթիռներ, էլեկտրոնային պայքարի համակարգեր եւ անօդաչու սարքեր։ Ռազմածովային ուժերը արձակել են Թամահավ քրթիռներ, իսկ ցամաքային ուժերը կիրառել են բարձր ճշգրտության հեռահար հարվածային համակարգեր։ Առաջին 24 ժամում խոսվել է ավելի քան 1000 թիրախ ներառյալ Իրանի հրամանատարական կառույցները, բալիստիկ քրթիռների հենակետերը, ռազմածովային ուժերը եւ հետախուզական ենթակառուցվածքները։ Գործողությանը ներգրաված են եղել նաեւ բիթուր ռազմավարական ռմբակոծիչները, որոնք ԱՄՆ մայրցամաքային տարածքից իրականացրել են շուրջ 37 ժամ տևողությամբ թռիչ, հարվածելով Իրանի ստորգետնյա օբյեկտներին։ Կաթվածահար է արվել Իրանի կապի եւ դիտարկման համակարգերը։ Գործողության տևողության վերաբերյալ կոնկրետ ժամկետներ չեն նշվել, ընդգծելով, որ ռազմավարական որոշումները կայացվում են նախագահի հրահանգներով։ Նախարարը նաև ասել է, որ Միացյալ Նահանգները չի բացահայտի ապագա քայլերը, սակայն պատրաստ է գնալ այնքան հեռու, որքան անհրաժեշտ կլինի ամերիկյան շահերը պաշտպանելու համար։ Նախարար Փիթեքսեդը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ այլ պաշտոնյաներ փակ ճեպազրույց են անցկացրել Կոնգրեսի ազգային անվտանգության հարցերով ղեկավարների եւ հանձնաժողովների անդամների համար, ներկայացնելով Իրանի դեմ իրականացվող գործողությունների ընթացքը։ Մինչև նիստը Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունների հաջորդ փուլը կարող է լինել ավելի կոշտ, քան մինչև այժմ իրականացվածը։ Կապիտոլ Հոլում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգների զինված ուժերի ամենածանր հարվածները դեռևս առջևում են։ Հարցին, թե որքան ժամանակ կշարունակվեն գործողությունները, Ռուբիոն պատասխանել է, որ դա կախված է սահմանված նպատակների իրագործումից։ Միևնույն ժամանակ Ռուբիոն ընդգծել է, որ Իրանում ռեժիմի փոփոխությունը ռազմական գործողության պաշտոնական նպատակը չէ։ Նրա խոսքով գործողության հիմնական նպատակն է ոչնչացնել Իրանի բալիստիկ հրթիռային կարողությունները եւ կանխել դրանց վերականգնումը, ինչպես նաեւ բացառել միջուկային ծրագրի թաքնված զարգացումը։ Նա նշել է, որ կցանկանար տեսնել Իրանը առանց արմատական կրոնական ղեկավարության, սակայն գործողության նպատակը դա չէ։ Իրանի դեմ ռազմական գործողություններից հետո Վաշինգտոնում լարվածությունը տեղափոխվել է քաղաքական հարթակ։ Կապիտոլիումում փակ բրիֆինգից հետո բազմաթիվ օրենսդիրներ հայտարարել են, որ հստակ պատասխաններ չեն ստացել։ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը պաշտպանել է նախագահի որոշումը, այն որակելով որպես պաշտպանական գործողություն։ Սակայն Սենատի հետախուզության հանձնաժողովի դեմոկրատ ղեկավար Մարկ Ուորները հայտարարել է, որ Իրանը անմիջական սպառնալիք չէր ներկայացնում Միացյալ Նահանգների համար, ընդգծելով, որ սպառնալիքը հիմնականում վերաբերում էր Իսրայելին։ Նրա խոսքով Կոնգրեսը չի ստացել բավարար հիմնավորում ռազմական գործողությունների հրատապության վերաբերյալ։ Սենատի փոքրամասնության առաջնորդ Չակ Շումերը եւս կոշտ քննադատել է վարչակազմին, հայտարարելով, որ բրիֆինգի ընթացքում տրված պատասխանները անբավարար էին։ Միևնույն ժամանակ Կոնգրեսում քննարկվում է նաև հնարավոր լրացուցիչ ֆինանսավորման հարցը ռազմական գործողությունների ծախսերը հոգալու համար։ Այս շաբաթ Կոնգրեսը պատրաստվում է քվեարկությունների, որոնք վերաբերում են նախագահի լիազորությունների սահմանափակմանը Իրանի դեմ հետագա ռազմական գործողություններ իրականացնելու հարցում առանց Կոնգրեսի թույլատվության։ Թեպետ հանրապետականների մեծ մասը պաշտպանել է նախագահ Դոնալդ Թրամփի որոշումը, կուսակցության ներսում հնչում են նաև կոշտ քննադատություններ, ինչպես նրա ավանդական ընդդիմախոսներից, այնպես էլ նախկինում հավատարիմ համարվող որոշ գործիչներից։ Այս շաբաթ թե ներկայացուցիչների պալատը, թե Սենատը կքննարկեն բանաձևեր, որոնք կպահանջեն նախագահից Կոնգրեսի թույլատվություն ստանալ Իրանի դեմ ռազմական ուժ կիրառելու համար։ Չնայած նախաձեռնությունները հիմնականում աջակցվում են դեմոկրատների կողմից, դրանք լուրջ փորձություն է նաև հանրապետականների համար։ Սենատում մեծամասնության առաջնորդ Ջոն Թյունը նույնպես պաշտպանել է նախագահին, նշելով, որ Միացյալ Նահանգների զինված ուժերը արձագանքել են Թեհրանի կողմից տարիներ շարունակ ձևավորված սպառնալիքին։ Սենատորի խոսքով Իրանը տասնամյակներ շարունակ աջակցել է ահաբեկչական գործունեությանը Մերձավոր Արևելքում, վտանգել ամերիկացի զինծառայողներին եւ դաշնակիցներին, ինչպես նաեւ շարունակել է զարգացնել իր միջուկային ծրագիրը, չնայած ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից արձանագրված խախտումներին։ Սենատորի խոսքով նախագահ Դոնալդ Թրամփը նախ եւ առաջ փորձել է դիվանագիտական լուծում գտնել, սակայն Իրանի ղեկավարությունը հրաժարվել է այդ հնարավորությունից, ինչի արդյունքում էլ այժմ իրականացվում է ռազմական գործողությունը։
ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում երեխաների պաշտպանության թեմայով բարձր մակարդակի նիստից ընդամենը րոպեներ առաջ Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին կոշտ քննադատությամբ է հանդես եկել ԱՄՆ-ի հասցեին։ Նիստը նախագահում էր ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփը։ Իրավանին հայտարարել է, որ նիստի օրակարգը հակասում է Իրանի տարածքում իրականացված հրթիռային հարվածների մասին հաղորդումներին, որոնց հետևանքով ըստ նրա զոհվել են երեխաներ, այդ թվում շաբաթ օրը հարվածի ենթարկված դպրոցում։ Նա ընդգծեց, որ խիստ ամոթալի եւ կեղծավոր է, երբ Միացյալ Նահանգները Անվտանգության խորհրդում քննարկում է երեխաների պաշտպանությունը զինված հակամարտությունների ժամանակ, միաժամանակ հարվածներ հասցնելով իրանական քաղաքների։ Իրանի ներկայացուցիչի խոսքով երեխաների պաշտպանություն եւ միջազգային խաղաղության պահպանում հասկացությունները Վաշինգտոնի մեկնաբանությամբ տարբերվում են ՄԱԿ-ի կանոնադրությամբ սահմանված սկզբունքներից։ Իսրայելի մշտական ներկայացուցիչ Դենի Դանոնն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հարվածները կշարունակվեն այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի, նշելով, որ նույնիսկ քաղաքացիական կորուստները դիտարկվում են որպես զոհաբերություն ապագա սերունդների համար։ Իսրայելում սուկ է հիմա հայտարարվել Իրանի հրթիռային հարվածի հետևանքով զոհված դեռահասների համար։ Կենտրոնական Իսրայելում հարվածի հետևանքով զոհված 3 քույր-եղբայրներ՝ 16-ամյա Յակովը, 15-ամյա Ավիգայլը եւ 13-ամյա Սարա Բիտոնը ուղարկավորվել են Երուսաղեմի Ձիթենյաց լեռան գերեզմանատանը։ Նրանք երեքն էին այն 9 զոհերից, որոնք մահացել են կիրակի, երբ հրթիռը հարվածել է Բեյթ Շեմեշ քաղաքում գտնվող սինագոգի ապաստարանին։ Իսրայելի փրկարար ծառայությունների տվյալներով 65 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որոնցից 2-ի վիճակը գնահատվում է ծանր։ Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը արտակարգ նախազգուշացում է տարածել, կոչ անելով ամերիկացիներին լքել տարածաշրջանի վտանգավոր գոտիները։ Նախազգուշացումը վերաբերում է ավելի քան 12 երկրի, այդ թվում Իրանին, Իրաքին, Լիբանանին, Հորդանանին եւ Իսրայելին։ Պաշտոնական հաղորդագրություններում ընդգծվում է, որ անվտանգության իրավիճակը անկայուն եւ անկանխատեսելի է։ Միաժամանակ տարածաշրջանի մի շարք խոշոր օդանավակայաններում գրանցվել են զանգվածային չեղարկումներ։ Միջազգային ավիաընկերությունները դադարեցրել կամ կրճատել են թռիչքները դեպի հակամարտության գոտիներ։ Տասնյակ հազարավոր ուղևորներ հայտնվել են անորոշ վիճակում, սպասելով նոր երթուղիների կամ տարհանման հնարավորությունների։ Միացյալ Նահանգների աջակցությամբ Իսրայելի բանակը հարված է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին թիրախավորելով Հեզբոլայի հետ կապված օբյեկտները։ Հարվածներից մեկը ուղղված է եղել Ալ-Մանար հեռուստաընկերության շենքին, որը տեղակայված է Բեյրութի Դահիե շրջանում Հեզբոլայի հիմնական ազդեցության գոտում։ Իսրայելի զինված ուժերը հայտարարել են, որ թիրախավորել են Հեզբոլայի հրամանատարական կենտրոնները եւ զենքի պահեստները։ Մինչդեռ հեռուստաընկերությունը նշում է, որ իր ստուդիաներն են խոցվել նախապես ստանալով տարհանման զգուշացում։ Լիբանանի առողջապահության նախարարության նախնական հաշվետվությամբ իսրայելական ավիահարվածների հետևանքով առնվազն 52 մարդ զոհվել է, 154-ը վիրավոր է։ Էսկալացիան սկսվել է այն բանից հետո, երբ Հեզբոլայը կեսգիշերից հետո հրթիռներ եւ անօդաչու թռչող սարքեր արձակել Իսրայելի հյուսիսային շրջանների ուղղությամբ։ Տարածաշրջանում ռազմական գործողությունները հիմա մտնում են նոր, առավել վտանգավոր փուլ, ընդգրկելով ոչ միայն սահմանային բախումներ, այլև խոշոր քաղաքային ենթակառուցվածքներ։ Վտանգ կա, որ հակամարտությունը կվերածվի ավելի լայն տարածաշրջանային պատերազմի։ Այսօր այսքանը, ես Հարություն Մինասյանն եմ, շնորհակալ եմ ուշադրության համար, առողջ եղեք։